շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, եւ այսպես վաղաշաբաթում քարոզարշավ է եւ հետեւելով նաեւ Մայր Հայաստանի քարոզարշավին մենք տեսնում ենք, որ դուք Անդրանիկ Թևանյանը, մյուսները ահազանգում են այն մասին, որ ըստ էության ԿՊ-ն կոնկրետ ռեպրեսիաների է անցել այնտեղ։ Մի փոքր հիմա ավելի մանրամասներ կխնդրեմ դուք հաղորդեք, ինչ են անում, երեք մինչև անգամ Թևանյանը իր խոսքում ասում է, որ համայնքները որ մտել եք, որ անմիջապես ձեզ այս հետո իրենք անցնում են հոտոտելով, ճակերտներում իհարկե, որպեսզի սկսեն արդեն դեր գործ կարելու բանը կա, չէ՞, հիմա այդ process-ներին անցնեն, խնդրեմ այս մասով ինչ տրամադրություններ են ներկայացնում, ինչպես են մարդիկ տրամադրված, ինչ խնդիրներով ու հարցերով են ձեզ մոտենում եւ նաև գիտեք, որ զուգահեռ դուք ներկայացնում եք, թե մեր եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը իրենք ինչպես են իրականացնում, ժողովուրդը ինչպես է արձագանքում այս իրողությանը, համեցեք, մեր ձեր խոսքում կուզեմ անդրադառնալ եկեղեցու դեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, նախ կուզեմ նշել, որ այստեղ եկել եմ դատախազության դիմացից, մենք այնտեղ այսօր ակցիա ենք իրականացնում, մի աջակցություն եւ պաշտպանություն Հայաստանում բոլոր քաղաքապետարյալներին, անդրադառնալով եկեղեցուն կրկին մեր ակցիան հենց իր ամենամեծ մասով նվիրված է մեր եկեղեցականներին, մեր հոգևորականներին, որովհետև ցավոք սրտի այսօր ապրում ենք մի աբսուրդային իրականության մեջ, որտեղ քահանաները, սրբազանները, սարկաֆակները դարձել են հանցագործ Նիկոլի աչքերում։ Իրականում դա ուղղակի ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի վախերը։ Նիկոլ Փաշինյանը շատ քաջ գիտակցում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն վերջին եւ ամուր ինստիտուտն է, որը պահում է մեր ազգը միասնական, այդ իսկ պատճառով ներ կեղտոտ ձեռքերը եւ իր անգլոսաքսական տեխնոլոգիաները պարակտման մուտք է արել մեր մայրաթոր, որպեսզի այնտեղ եւս ունենանք պարակտվածություն, որ եկեղեցին եւ մեր քրիստոնեական հավատքը չհանդիսանա մեր միասնության սիմվոլը։ Մենք դատախազության դիմաց հենց ուղիղ մեսեջներ հղեցինք ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ բոլոր դատախազներին, քննիչներին, դատավորներին, ովքեր այս քաղաքական գործերով հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի, այսինքն նաեւ եւ Փաշազադեի կամակատարները։ Այդ մարդիկ որովե կերպ չպետք է իրենց հույս տան, որ կարողանալու են հետագայում ասել, որ իրենք տուն են պահում, ընտանիք են պահում, ոչ, ինչպես այնտեղ ասեցի, այդպես էլ այստեղ կասեմ, դուք տուն չեք պահում, դուք տներ եք քանդում, հայկական օջախներ եք քանդում, Հայաստանի Հանրապետության արդարամիտ եւ անկախության համար պայքարող, մեր պետականության եւ ազգային ինստիտուտների համար պայքարող մարդկանց կալանավորելով, դուք տուն չեք պահում, դուք հայկական օջախներ եք քանդում եւ դա դաջվելու է ձեր ճակատներին եւ ես վստահեցնում եմ, որ կգա պատասխանատվության օրը եւ դուք չեք կարողանալու թաքնվել Նիկոլ Փաշինյանի հետևում հավերժ։ Չգիտեմ, հույս ունեմ, որ նա եւս կհայտնվի բանտում, բայց չմտածեք, որ միայն Նիկոլ Փաշինյանն է պատասխան տալու։ Դուք ուղիղ հանցագործության մաս եք, որովհետև եթե դուք ունեք կոնկրետ պաշտոն, եթե դուք ստացել եք իրավաբանական կրթություն եւ այսօր դուք ձեզ դրել եք կույր չհասկացող խուլև համր մարդկանց տեղ եւ ցանկացած թուղթ, որ դնում են ձեր սեղանին, դուք ստորագրում եք առանց վերլուծելու եւ հասկանալու, որ սա ակնհայտ քաղաքական պատվեր է, նշանակում է դուք հանցակիցն եք Նիկոլ Փաշինյանի։ Որովհետև այսօր մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կա ակնհայտ սելեկտիվ արդարադատություն, Նիկոլի սրբապիղծ բլոգերները, կուսակցականները, չգիտեմ, իրանց այդ աջակիցները, համախոհները, ինչ ուզում խոսում են, ինչ ուզում անում են, Երևանի քաղաքապետարանում եւս տեսնում ենք, որ կա կոռուպցիա, կա բազում հանցագործություններ, կան սեղանի տակ պայմանավորվածություններ, որովե մարդ բան չի հասնում, ով էլ հասնում է բան, հենց այդ լրատվական ճնշումը անցնում է լրահոսի, անմիջապես խափանման միջոցները փոխում եք, մարդկանց ուղարկում եք տուն, որովհետեւ իրենք ԿՊ-ական են կամ ԿՊ-ականների կողմից են։ Իսկ հակառակ դեպքում, երբ խոսքը վերաբերվում է մեր բարերարների, փաստաբանների, հոգևորականների, քաղաքական եւ հասարակական արդար գործիչների, ովքեր պայքարում են Հայաստանի պետականության համար, իրենց մեկ խոսք, նույնիսկ եթե այդ խոսքը կարող է լինել մի քիչ ըմբոստ, ինչը լրիվ բնական է, հանրային եւ հասարակական գործունեություն ծավալող ցանկացած անձ, որ այսօր ապրում է Հայաստանում, իր խոսքի մեջ պետք է ունենա մի քիչ ըմբոստություն, որովհետեւ այս խայտարակ եւ աբսուրդային վիճակը չի կարող մեզ թույլ տալ, որ մենք լինենք տոլերանտ կամ շատ քաղաքակիրթ։ Քաղաքակրթությունը դա երկկողմանի շփման միջոց է եւ դու չես կարող քաղաքակիրթ լինել մեկի հետ, ով անընդհատ իր կեղտոտ ձեռքերը ու ոտքերը մտցնում է այն ամենի մեջ, ինչը հայ ազգի համար հանդիսանում է սրբություն։ Եվ մենք այսօր ստույգ գիտենք, որ դատախազները, քննիչները չեն տեսնում որևէ հանցագործություն ԿՊ-ի շրջանակներում։ Հակառակը, եթե ընդդիմադիր ես, արդեն իսկ հանցագործ ես, իսկ եթե ազդեցություն, հարգանք, անուն, պատիվ շրջապատ ունեցող ընդդիմադիր ես, ապա առավել եւս քո շանսերը բանտում հայտնվելու շատ բարձր են։
Ինչ վերաբերվում է Վաղարշաբաթ համայնքի գալիք ընտրություններին, այստեղ կրկին մենք տեսնում ենք ուժային կառույցների կուրությունը իշխանականների հանդեպ եւ գերբնական աշխատանքը ընդդիմադիրների հանդեպ։ Մենք վերջի երևի 10-20 օրվա ընթացքում ես գրեթե ամեն օր գնում եմ Վաղարշաբաթ համայնք, Կարոզարշավի շրջանակներում մենք անտեր շփում ենք քաղաքացիների հետ, շրջում ենք տարբեր գյուղերով եւ համայնքներով եւ տեսնում ենք մի պարզ պատկեր։ Արգիշտի Մեխակյանը բոլոր գյուղերում եւ հենց Էջմիածին քաղաքում ամեն կերպ խախտում է տարատեսակ օրենքներ։ Իրենք այս ընտրություններին մասնակցում են ճիշտ ԿՊ-ական ոճով, այսինքն եթե այդ պաստառների համար օրենքը ստույգ ֆիքսել է, թե որտեղ է կարելի, որտեղ չի կարելի, առևտրի կենտրոններում չի կարելի, բազմաբնակարան շենքերի վրա չի կարելի, միայն կարող ես դնել դա սեփական տների վրա, այն անձը եթե ինքը ունի իր տունը, այո, նա իրավունք ունի այդ պաստառը կախելու, բայց Արգիշտի Մեխակյանի պաստառները կարող եք տեսնել մեծ ռեստորանների վրա, խանութների վրա, առևտրի կենտրոնների վրա, բժշկական կենտրոնների վրա, այս ամենը խախտում է։ Ընտրությունների Քարոզարշավը սկսելուց 1 օր առաջ Արգիշտի Մեխակյանը լինելով համայնքապետ ժամանակավոր իր լիազորությունները չարաշահելով կնքել է մի անհասկանալի պայմանագիր, որով որ քաղաքում եւ առհասարակ համայնքում ավելացել են այդ վահանակների տեղերը եւ գուշակեք ում նկարն է այդ բոլոր վահանակների վրա, բնականաբար ԿՊ-ական տեխնացուի։ Եվ Արգիշտի Մեխակյանի մոտեցումները բավականին ծիծաղ են առաջացնում, երբ ինքը իր նկարը դրել է ԿՊ-ի լոգոն եւ քաղաքացիական պայմանագիր բառակապակցությունը մաքսիմալ փոքր շրիֆտով է գրած իր նկարի վրա, որ մարդիկ իրան չնույնականացնեն ԿՊ-ի եւ Թուրք Նիկոլի հետ։ Բայց մենք բոլորս պետք է աշխատենք միասնական կերպով այս քարոզը անցկացնենք բոլոր իրական ազգային ընդդիմադիր ուժերը, որոնք որ մասնակցում են այս ընտրություններին կամ չեն մասնակցում այս ընտրություններին, միևնույն է բոլորով պետք է մեր հանրությանը եւ հատկապես Վաղարշաբաթի բնակիչներին անընդհատ ասենք եւ հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանը դա ԿՊ է, ԿՊ-ն դա Նիկոլ է, Նիկոլը դա Փաշազադե, Իլհամ Ալիև եւ Էրդողան է։ Չի կարելի որևէ կերպ տրվել այդ մանիպուլյացիա եւ հավատալ, որ սա թիմ մակարդակի ընտրություն է, սա զուտ քաղաքային հարցերի շուրջ է, ոչ։ Սա շատ կարևոր մի էտապ է եւ սա շատ խորհրդանշական է, որ այսօր մենք ունենք այս հարցակումը մեր Սուրբ եկեղեցու վրա եւ մենք ունենք ընտրություններ նոյեմբերի 16-ին հենց այն համայնքում, որտեղ Մարիաթոռը գտնվում է։ Վաղարշաբաթցիները պետք է իրենց քաղաքական ապտակը հասցնեն այս սրբապիղծ սատանիստ կուսակցությանը, այն մարդկանց, ովքեր որևէ կարմիր գիծ չունեն, ովքեր ամենավերջի ժարգոնը եւ լեքսիկոնը թույլ են տալի իրենց օգտագործել մեր եկեղեցականների հանդեպ, մեր եկեղեցու հանդեպ։ Այս մարդկանց օրենքի շրջանակներում ապտակելու լավագույն ձևը ընտրության օրը գնալ ընտրություններին, մասնակցել ընտրություններին եւ ձայն չտալ քաղաքացիական պայմանագրին։ Նաեւ օգտվելով առիթից կասեմ, որ Մայր Հայաստանի տեխնացուներն են Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը եւ Ռիփսիմե Մկրտչյանը։ Մայր Հայաստանի ավականու ցուցակը շատ առողջ եւ հետաքրքիր միքս է փորձառու համայնքապետերի եւ շատ մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդների։ Այդ առողջ միքսը թույլ է տալու Վաղարշաբաթը սարքել տուրիստական կենտրոն, որպեսզի մարդիկ Էջմիածին մտնելուց պարզապես այդ գլխավոր ճանապարհով չգան Մայրաթոռ եւ վերադառնան, այլ առհասարակ ուսումնասիրեն քաղաքը, այդ քաղաքը իրենց հետաքրքիր լինի։ Եթե մենք հասնենք այդ նպատակին, վստահեցնում եմ ձեզ, Վաղարշաբաթցիների կյանքի մակարդակը կբարձրանա, որովհետեւ ինչքան տուրիստ, ինչքան շատ մարդ գա այդտեղ, նույնիսկ Հայաստանից, այդքան թե առևտուրը, թե ընդհանուր շարժը կշատանա եւ դրանից կշահեն տեղի բնակչությունը։ Արգիշտի Մեխակյանի ցանկացած խոսք սուտ է, որովհետև նա ներկայացնում է ԿՊ-ն։ Դու չես կարող լինել ստի եւ կեղծիքի կուսակցությունից եւ ասել, որ դու իրապես սրտացավ ես քո համայնքի համար։ Այն բոլոր բառերը, որոնք որ իրանք հիմա չեմ կարող բոլորը հիշել, բայց տես ֆիքսել են, որ կա աշխատանք, հոգատարություն, ազնվություն, այն բոլոր բառերը, որ դաջել են այդ իրանց պաստառների վրա, որովե կերպ չեն կարող կապ ունենալ Նիկոլ Փաշինյանի որովե կամակատար տեխնացուի հետ։ Եթե ինքը սիրում է օրենքը, եթե ինքը հարգում է մեր պետականությունը, ինչպես է նա գնացել, դարձել մի մարդու տեխնացու, ով հանձնել է իր հոր ազատագրած Արցախը։ Եթե ինքը սիրում է մեր պետությունը, եթե ինքը իրապես քրիստոնյա է, եթե ինքը իրապես գնահատում է եւ հպարտանում է այն փաստով, որ ինքը Վաղարշաբաթից է, ինչպես է նա իրեն թույլ տալիս լինել ԿՊ-ից, լինել ԿՊ-ի տեխնացուն, լինել մի կուսակցության տեխնացու, որը այսօր գրովում է մեր եկեղեցուն։ Բայց իրենց պահվածքից, իրենց ամեն գործողությունից երևում է, որ իրենք էլ են հասկանում, որ իրենց վիճակը լավ չէ, որ Էջմիածնում Վաղարշաբաթում առնվազն ունենալու են Գյումրի 2 սցենար, որով որ
Վաղարշապատի բնակչությունը կվռնդի ԿՊ-ին այնտեղից, կիշխանազրկի ԿՊ-ին այնտեղից, որը շատ լավ նախադրյալ կստեղծի հետագա համապետական ընտրությունների համար։ Ի վերջո, անկախ նրանից, թե ԿՊ-ականները ինչեր են խոսում, կա փաստեր, որ թիմ մակարդակով վերջի շրջանում ԿՊ-ն այլևս ի վիճակի չէ հաղթել։ Լինի դա Ալավերդի, լինի դա Վանաձոր, Գյումրի, Փարաքյալ եւ բազում այլ դեպքեր։ Ուղղակի մենք ինչ ենք տեսնում, որ այս մարտիկ եկան իշխանության ձևացնելով, թե իբրև իրենք ժողովրդավարության ջատագողներն են, այսօր իրենք ցանկացած, եթե դու ընդդիմադիր համայնքապետ ես, լավագույն դեպքում ուղղակի քրեական գործը վրա բացվում, վատագույն դեպքում դու մահանում ես։ Տեսեք ինչքան մարդ կա այսօր, որ ընդդիմադիր համայնքապետ լինելուց հետո կամ ընդդիմադիր տեխնացու լինելուց հետո իր վրա բացվում են քրեական գործեր։ Եթե սա քաղաքական հետապնդում չի, բա ի՞նչ է։ Եթե սա սելեկտիվ արդարադատություն չի, բա ի՞նչ է։ Այդ ոնց է լինում, որ մարդկանց վրա հանցագործությունները սկսում են երևալ միայն այն պահից հետո, երբ այդ մարդիկ ընդունում են ընդդիմադիր կեցված։ Եվ կուզենամ հիշեցնել, որ Երևանում այս մարդիկ եւս չեն հաղթել։ Երևանում գործող իշխանական խմբակը չի հանդիսանում մեծամասնություն։ Բոլոր երևանցիները պետք է հիշեն, որ 3 ընդդիմադիր միավոր միասին ունեցան 33 մանդատ, իսկ իշխանականները ունեցան 32 մանդատ։ Սակայն ԿՊ-ն իրեն հատուկ ոճով զբաղվեց մանդատագողությամբ, եւ մանդատները ամենահետաքրքիրը այն է, որ գողացավ մի քաղաքական միավորից, որը իրենց ամեն ինչ հայոյելով է ստացել այն քվեն եւ այն վարկանիշը, որը որ ունի։ Եվ այսօր իրենք գալիս են լուրջ դեմքով նստում են, խոսում են Երևանից, լավ աշխատանքից, պայքարից, կոռուպցիայի դեմ, բայց մենք տեսնում ենք, որ անընդհատ կոռուպցիաները բացահայտվում են, բայց ոչ ոք բանտում չի հայտնվում։ Մենք անընդհատ տեսնում ենք, որ Երևան քաղաքի ղեկավար այս պայն ցավոք սրտի Տիգրան Ավինյանը, որը հանդիսացել է ԱՆԻՖ-ի նախագահ, որը որ արդեն բոլորս փաստի պես գիտենք, որ 65 միլիարդ դրամ անհետացել է, չկներեք, 25 միլիարդ դրամ 60 միլիոն դոլար անհետացել է, մսխվել է, կորչել է։ Դրա համար պատասխանատուներ չկան։ Այսքան տարի է թիմալ որ գնացել է հեծը ազգայնականացնի, այդ ֆանտաստիկ գործիչը, որ մինչև էլ ՊՎԾ-ում էր։ Ինչ ինքը արեց։ Ինքը այսքան տարիների ընթացքում եւ տարբեր հասարակական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ ԱՆԻՖ-ի մասին զեկույց էին պահանջում, ասում էին ախր ուրա, ակնհայտ է գումարները չկա, ով է սրա համար պատասխանատու։ Երկար տարիներ որովիցե մեկին չէին բերում պատասխանատու, հիմա էլ բերեցին պատասխանատու մի անձի, ով բնականաբար Հայաստանում չէ, ում փաստաբանը իդեպ հայտարարություններ է անում, որ սա սուտ է, սա մանիպուլյացիա է եւ ամեն ինչ ուղղակի փորձում են բարտել իր վստահորդի վրա, եւ որ տվյալ անձը իրականում կապ չունի այս գողացված փողերի հետ։ Ես չգիտեմ իրանցից որ մեկն է լրիվ ճիշտ, որը սխալ, գուցե բոլորն են անցակից այս գործում, բայց ակնհայտ փաստ է, որ մենք ունենք հիմնադրամ, որը բացվել է, գումարները մսխվել են, որովե մեկը բանտում չէ, բայց մենք ունենք բարերար, հոգևորական, քաղաքական գործիչ, ովքեր ուղղակի ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վնաս է մեր պետականությանը եւ մենք բոլորով պետք է միասին սատար կանգնենք թե մեր պետականությանը, թե մեր եկեղեցուն եւ այս մարդկանց տանում են բերդ։ Իսկ կոռուպցիոներներին, թուրքերի շահերը սպասարկող գործակալներին, ուղղակի պիղծ, վատ, վիրավորական, անմարդկային, ոչ հայկական կեցվածք եւ պահվածք ունեցող մարդիկ, որովե կերպով նույնիսկ քնչական չեն հասնում։ Սա շատ պարզ սելեկտիվ արտարադատություն է եւ Նիկոլը բոլորին ուղղակի պարզ հասկացնել է տալիս, որ ժողովուրդ Հայաստանում հանցագործ լինելու համար ոչ թե պետք է կատարել հանցագործություն, այլ պետք է լինել ընդդիմադիր։ Մեզ սպասվում է շատ հետաքրքիր 6-7 ամիս մինչև պարլամենտական ընտրությունները, եթե չլինի իհարկե արտահերթ։ Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ շարունակելու է զարմացնել, թե մենք ավելի խորը եւ վատ հանցագործություններ ենք տեսնելու, ավելի մեծ քաղաքական հետապնդումներ ենք տեսնելու եւ ցանկացած ուժ միավորում էներգիա, որը որ Նիկոլը զգա, որ միասնական է սարքում մեր ազգին, որ պայքարի իր դեմ, նա ամեն կերպ իր դատա իրավական ուժական համակարգերով փորձելու է բռնապետական կարգով այդ մարդկանց կամ դատել, կամ կորցնել, կամ փակել, մի բան փորձելու է անում։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք ունեցել ենք բազում հնարավորություններ, փողոցային պայքարներ, որոնցով որ փորձել ենք ազատվել այս իշխանություններից։ Ցավոք սրտի առ այսօր դա չի ստացվել, բայց մեկ այլ հարց կա։ Ժողովուրդ ջան, եթե մենք չենք կարողացել փողոցով ոստիկանների կամ այդ Նիկոլի կամակատարների հետ պայքարում հասնել իշխանափոխության, օրենքով սահմանված ամենահեշտ ձևը շատ մոտ է։
Դա ընտրություններն են։ Եվ հենց դրա համար է վաղարշաբաթի ընտրությունները շատ կարևոր։ Վաղարշաբաթի ընտրություններում կլինի եւս մեկ քար այդ պատի համար, որը կլինի մեր պետության ազատագրման պատը, այսինքն մենք կկառուցենք այդ պատը մեր քվեով։ Եվ ինչ էլ որ նա անի, նա շատ բան չունի իր ձեռքում։ Նիկոլը արդեն կորցրել է այդ ժողովրդավար Երևալու անհրաժեշտությունը, ինքը հասկանում է, որ բոլորի համար ակնհայտ է, որ նա բռնապետ է, թույլիկ բռնապետ է, ճղճին բռնապետ է, վախկոտ բռնապետ է, բայց միևնույն է բռնապետ է։ Մենք հասկանում ենք, որ թե դու ընդդիմադիր համայնքապետ ես, ընդդիմադիր հասարակական գործիչ ես, դու գնաս բանտ, բայց բոլորին չեն կարող կալանավորել։ Եվ բոլորը կարող են գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Հիշեք Գյումրիի սցենարը։ Գյումրիում իրանք նույնպես միշտ խաղն են խաղում երկու հոգանոց։ Նիկոլ եւ ավելի Նիկոլ։ Միշտ ունեն ԿՊ եւ այդ Եվրադաշինք կոչվի, Հանրապետություն կոչվի, տարբեր ոնց է կոչվի նույն մարդիկ են։ Այդ սատելիտը, ու իրենք իրար շատ սազում են, մեկը ուրացած է իր հոր անցած ուղին, մյուսն է մի կուսակցություն է, որ իր իմիջը փորձում է ստեղծել սպարապետով, բայց փաստացի ես վստահ եմ սպարապետը դեմ է եղել բոլոր այն գաղափարներին, որոնք հիմա հնչում են տվյալ կուսակիցների բերաններից։ Բայց տեսեք հիմա Սամվել, երեք մեր գործընկերները Գեղարքերթի դպրոցի կպական տնօրենը, որ իրար տանը բարեբուն իմաստով կաշառք է բաժանում, հենց հիմա օրինակ ճիշտ չէ, որ դադարեցնել այս քարոզարշավը եւ իրական ընդդիմադիր ուժերը ուղղակի գնանք եւ հանցագործության մասին էս կոնկրետ հանցագործություն ասա, խնդրեմ։ Հարգելի Մարիամ, իմ պատկերացմամբ եւ ինձ թվում է դուք դա գիտեք, Հայաստանում Նիկոլի դեմ հանցագործության մասին հաղորդումը որևէ արդյունքի չի բերել։ Կապ չունի, բայց այս հանցագործության մասին պիտի խոսենք։ Դե տարատեսակ փաստաթղթեր են մուտք արվում։ Օրինակ մենք երեք մուտք ենք արել մի փաստաթուղթ, որ կրկին ցույց ենք տալիս, թե ինչքան շատ վաղարշապատում խախտումներ կան։ Մենք գնում ենք գյուղերով, մարդիկ մեզ գրկախառը գալի շատ ջերմ ողջունում են, խոսում են, բարևում են, այդ նույն երեկոյան իմանում ենք, որ այդ մարդկանց տներ են գնացել ԿՊ-ականներ, թե բա էս կփակենք, այն կանենք, ել սրանց չսատարեք։ Բայց սիրելի հայրենակիցներ, իրանք ձեզ չեն կարողանալու որևէ կերպ պարտադրել, որ դուք սխալ ընտրություն կատարեք։ Եթե դուք գնում եք այդ քվեախուցը եւ կանգնում եք եւ միայն դուք եք եւ այդ քվեաթերթիկը, որևէ այլ անց չկա, դուք եք եւ ձեր խիղճը։ Որևէ կերպ չհավատաք, որ իրանք վերջում իմանալու են ով ումա ձայն տվել։ Մենք ձեզ կոչ չենք անում դուրս գալ ծեծել ԿՊ-ականների, դուրս գալ պայքարել ոստիկանների դեմ, ոչ։ Արեք այն մինիմալը եւ ամենաօրինականը, գնացեք ընտրություններին, մասնակցեք ընտրություններին եւ մերժեք ԿՊ-ին։ Եթե ուզում եք ունենալ լավ առողջ թիմ, որ ունի համ փորձառու համայնքապետեր, համ շատ լավ երիտասարդներ, ընտրեք համար 4-ը Մայր Հայաստանը։ Եթե ունեք այլ քաղաքական ճաշակներ, այնտեղ կան այլ տեխնացուներ, բայց պարտադիր ընտրեք ազգային ուժերի միջից։ Այնքան շատ չեն այդ ցուցակում ազգային ուժերը, շատ հեշտ է ընտրելը։ Եվ ամենակարևորը մասնակցեք ընտրություններին, որովհետև կրկին հիշեք Գյումրիի դեպքը։ Գյումրիի օրինակով պետք է հասկանալ, որ ընդդիմության, միասնական, ամբողջական ընդդիմության գլխավոր նպատակը եւ աշխատանքը եւ խնդիրը պետք է լինի ընտրությունների մաքսիմալ քաղաքականացումը, որովհետեւ ընտրությունների քաղաքականացումով մենք կկարողանանք մաքսիմալ մեծ եւ ակտիվություն ստանալ, այսինքն մաքսիմալ շատ ընտրողների քանակ ստանալ։ Ինչքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այդքան Նիկոլի սատելիտների այդ շեմը անցնելու եւ հետո դաշինք կազմելու հավանականությունը իջնում է ներքև։ Ինչքան քիչ մարդ մասնակցի, այդքան ավելի հավանական է, որ ԿՊ-ն կվերարտադրվի, որովհետև իրանց ձայները, ի տարբերություն ազատ ձայների, իրանց ձայները սահմանափակ են, ֆիքսված են։ Իրանք կոնկրետ գիտեն, թե իրանք, չգիտեմ, այդ իրանց տեխնացուն, այդ տեխնացուի բարեկամները ու այն մարդիկ, ովքեր որ ենթարկվում են ռեպրեսիաների եւ վախում են աշխատանքի ձրկվելու, դրա համար գնալու են ընտրեն ԿՊ։ Այդ ֆիքսված քանակ է մարդկանց։ Եվ եթե ամբողջ, ասենց մեծ, ուժեղ, ակտիվ մասնակցություն տանք, այդ իրաց թիվը չի հերիքելու։ Եվ մենք կունենանք ընդդիմադիր համայնքապետ Վաղարշապատում, որը եւս մեկ անգամ կլինի շատ լավ օրինակ ընդդիմության միասնական աշխատանքի։ Եթե մենք տեսնում ենք, որ այս փողոցային պայքարներով ցավոք սրտի առայժմ չի ստացվել որևէ հաջողություն, որտեղ որ ընդդիմությունը միասնական էր, գուցե տվյալ միասնական ընդդիմության մոդուլը արդյունավետ չէ մոդելը, բայց ընտրություններով առանձին մասնակցելու հետո միասին մերժելու ԿՊ-ին շատ արդյունավետ է, մենք արդեն ունենք դրա օրինակները։ Եվ շատ արդար կերպով, որովե կերպ պետք չի ասել, որ ինչ որ մեկը իր շուրջ է հավաքում ընդդիմությանը, ոչ, արդար ընտրություններ թող լինեն, տեսնենք ընդդիմադիրներից որն է ամենաշատ ձայնը հավաքում, թող բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ ուղղակի վռնդեն իշխանազրկեն ԿՊ-ին։
Ի վերջո մենք այսօր ունենք մի նպատակ բոլորս միասին ազատվել թերքահապատակ իշխանությունից։ Հենց իրանցից ազատվենք, այո, դրանից հետո կունենանք արդար քաղաքական դաշտ, կունենանք արդար պայքար ու ամեն մեկը ըստ իր ճաշակի եւ որակի կընտրի թե որ ուղղությամբ է ուզում շարժվել։ Շատ կարևոր բան է հասկանալ, որ այսօր մենք մի մեծ մանիպուլյացիայի տիրույթում ենք գտնվում ազգովի, որ մեզ ստիպում են հավատալ, որ հիմա սա պայքարն է Ռուսաստանի եւ Ամերիկայի, թե մեր պետությունը որ գերտերության տիրույթում կլինի։ Սա սուտ է։ Հիմա գնում է թրքացման եւ հայկականության պայքար։ Եթե ձեզ մեկը գալիս եւ ասում է, որ եթե դուք կարծում եք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը մեր համար կարևոր են, ու եթե մեկը դա ձեզ ասում է, դա նշանակում է, որ ինքը Իրանի կամ Ռուսաստանի ագենտ է, դա կեղծ օրակարգ է։ Ցանկացած գիտակից, քաղաքագիտությունից, քաղաքականությունից մի քիչ հասկացող մարդ, ճանաչելով մեր ռեգիոնը, իմանալով մեր ռեգիոնում գլխավոր դերակատարներին, պետք է հասկանա, որ եթե մենք դեմ գնանք այս երկու հզոր պետությունների, մենք հայտնվելու ենք թուրքերի ձեռքերում։ Իսկ թե ինչ է լինում հայերի հետ, երբ նրանք հայտնվում են թուրքերի ձեռքերում, կարիք չկա բարձրաբանելու, բոլորս գիտենք։ Ամերիկան շատ հերո է այստեղի, ժողովուրդ ջան։ Եվրոպան էլ ի վիճակի չէ որևէ ռեալ հողի վրա պաշտպանական գործառույթներ իրականացնել։ Ի վերջո հենց այս պահին Եվրոպական միությունում կա պետություն, որի մի զգալի մասը զավթված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, Եվրոպան ինչ է կարողանում անել դրա մասին։ Եվրոխորհրդարանում մի հատ լավ Կիպրիոտ падգամավոր ունեն երիտասարդ, անդադ գալիս է ճիշտ բաներ է խոսում, ասում ախր թուրքերը զավթել են, վերցրել են Կիպրի այս մասը մերն է, ինչու են վերցրել։ Բայց ոչ մի արդյունք դա չի տալիս։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում միակ պետությունները, ում հետ որ մեր համագործակցությունը, այդ ռազմավարական դաշնակցությունը կօգնի միայն այն պետությունների հետ, ում պետք չէ որ Թուրքիան այստեղ ավելի մեծանա, ավելի ուժեղանա, ում պետք չէ որ Իսրայելը ու Ադրբեջանը այստեղ ավելի ուժեղանան։ Եվ այդ երկու պետությունները Իրանը եւ Ռուսաստանն են։ Վրաստանը եւս ունի իր դերը, սակայն Վրաստանը ավելի շատ Կովկասի պետություններից է, որ դրա համար ինքի կալիբրով ավելի փոքր է եւ այդ մեծ աշխարհակաղակական հարցերում չի կարող մեծ դերակատարություն ունենալ։ Սակայն այս մեր գանձերը արդեն Վրաստանի հետ էլ են մեր հարաբերությունները փչացնում, չհասկանալով, որ դա բերելու է տնտեսական եւս մեկ նոր ճգնաժամ։ Իրանք անընդհատ ամեն ինչ անում են, որպեսզի փչացնեն հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, արդեն նաեւ Վրաստանի հետ, մեզ կեղծ օրակարգ մատուցելով, թե մենք գնում ենք դեպի Ամերիկա, թե Վաշինգտոնում կայացված փաստաթուղթը դա վերջն է, դա մեր դիվանագիտական մերս 30 տարվա լավագույն ձեռքբերումն է։ Դա սուտ է, կեղծիք է, մանիպուլյացիա է։ Մեզ տանում են ազգային սուիցիդի, որովհետեւ եթե Վաշինգտոնում տեղի ունեցած փաստաթուղթը իրական լիներ, առաջինն այն կունենար իրավական հետևանքներ։ Երկրորդը հիմա Ադրբեջանում որևէ հայ գերի չէր լինի։ Ի վերջո նայեք Պաղեստինի եւ Իսրայելի արունալի կոնֆլիկտի առաջի այսպես կոչված խաղաղության շրջանակում իրանք ինչ արեցին, գործնական գործողությունը ո՞րն էր։ Գերիների փոխանակումը։ Բայց նույնիսկ դրանից հետո, որ այնտեղ էլ Դոնալդ Թրամփը երաշխավորն էր այդ խաղաղության, հրեաները իրանց գերիներին վերադարձրեցին եւ կրկին սկսեցին գրոհել։ Այսինքն մենք այսօր ունենք ստույգ ֆիքսված փաստեր, ապացույցներ, որ արևմտյան երաշխավորությունը, անվտանգության ապահովումը մեր տարածաշրջանում իրատեսական չէ։ Անկախ նրանից, թե նրանք դա ուզում են, թե ձևացնում են, որ ուզում են, բայց իրականում հակառակ թևի հետ են։ Ամեն դեպքում դա չի իրականանալու։ Մեզ պետք է համագործակցել այն պետությունների հետ, ում որ պետք է ազատ ինքնիշխան Հայաստան այս ռեգիոնում։ Ազատ ինքնիշխան Հայաստան, որը թույլ չի տա այդ թուրանական ծրագրի իրականացմանը։ Իսկ երբ որ մեզ համոզում են, որ թուրքը կարող է լինել մեր անվտանգության երաշխավորողը, մեզ տանում են մահա, ուղղակի մահվան, սուիցիդ, ուրիշ ոչ մի բան տեղի չունենա։ Եվ հիմա տեսեք Ալիևի արած հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Տրամպի Վաշինգտոնի տեղի ունեցած միջոցառումը պարզապես միջոցառում էր, որում շահեց Ադրբեջանը, որովհետև բանաձևը վերացրեցին եւ Ադրբեջանը արդեն կարող է զենք գնել ԱՄՆ-ից, որում շահեց Տրամպը, որ ուղղակի եկավ խոստումներով, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ավարտի կհասցնի, բայց չկարողացավ, դրա համար իրեն պետք էր ինչ-որ մի փոքր կոնֆլիկտ գոնե միտեղ փակել։ Ու դրա մասին հետո անընդհատ խոսալ, չհիշելով այդ պետությունների ոչ անունները, ոչ ղեկավարների անունները։ Եվ այսօր միայն այն փաստը, որ Իլհամ Ալիևը ասում է, որ Սևանը գյոչա է, Ալեն Սիմոնյանն է մոռանում է, որ ինքը պարլամենտական պետության ղեկավար է, պարլամենտական պետության պարլամենտի ղեկավար է, դառնում է Իլհամ Ալիևի ինքնաառճակ փաստաբանը եւ ասում է իրենց լոկալ բանի համար է,
լսարանի համար է։ Դե որ լոկալ լսարանի համար է Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան։ Ձեր կյանքում մի անգամ իշխանություն լինելուց հետո մի հատ ազգայնական կոչ արեք։ Հետո կասենք լոկալ աուդիտորիայի համար է։ Բա որ դուք ունեք ոնց որ անընդհատ Նիկոլը սպանում էր, չէ՞, Վաշինգտոնի հանդիպումից հետո ամեն ինչ լինելու է փոխադարձ Հայլիաձև եւ այլ եւ այլ։ Բա մի հատ Հայլիաձև մի բան արեք Ալիևին։ Չեք կարա։ Որովհետեւ հրամանները նույն տեղերից եք ստանում։ Ուղղակի Ալիևը Էրդողանի իրական բարեկամն է, դուք տենց օգտագործվող մի բան եք ժամանակավոր։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մեզ ասում են խաղաղություն է գալիս Հայաստան։ Եվրանեստի նիստ է տեղի ունենում, Եվրանեստի նիստին Վրաստանը չի գալիս, Ադրբեջանը չի գալիս։ Մոլդովան ու Ուկրաինան են գալի կարծում եմ։ Հետո չեմ սխալվում։ Իսկ այն Եվրանեստը բերում են, իրանք ուզում են սենց մեզ մատուցեն, չէ՞, սենց նայեք Հայաստանում սենց միջազգային բան է տեղի ունենում, փաստացի բոլոր ռեգիոնի դերակատարները, ով որ կարևոր են մեր համար այդտեղ, չկան։ Վրաստանը, որը մինչև 3 4 օրը մեր բարեկամներ այնքան սխալ տարբեր քաղաքական եւ դիվանագիտական ախմախություններ են արել, որ արդեն Վրաստաններ է մեր հետ մեզանից հեռվանում։ Բալը գնացեք այդ կներեք։ Բալը գնացեք այդ ուղղա փոխադրումներով զբաղվող մեր հայրենակիցներին բացատրեք, թե ինչ լավ խաղաղություն եւ տնտեսական զարգացում եք բերել մեր ռեգիոն, մեր երկիր։ Բայց հիմա իրենք երակվում են իրենց ցորենով։ Դե Դա այլևս պարզ է։ Արցախի ցորենը մնացել էր բգներին, էլի, դե Արցախի ցորենը լավը չէր։ Պարտադիր պետք է ղազախական ցորեն Ադրբեջանով գա Հայաստան, որ Պապոյանն է ասի ես էկոնոմիկայի ֆանտաստ եմ։ Սա ակնհայտ մանիպուլյացիաներ է եւ սուտ է եւ հիմա նույնիսկ որ Ադրբեջանը եւս հայտարարեց, որ մայիսին է չեն գալու։ Ինչու, որովհետեւ ադրբեջանցիք են հասկանում, որ Նիկոլը իրեն սպառել է։ Իրենք հասկանում են, որ այո, Նիկոլը հրաշք է իրենց համար, բայց արդեն էլ տեղ չկա, ձև չկա։ Արևմուտքն էլ է հասկացել, որ ինչքան Նիկոլը մնա իշխանության, այդքան հավաքական արևմուտքի ժողովրդավարության ջատագող լինելու կերպարը փչանալու է, որովհետև անverջ տեղից Հայաստանից գրություններ եւ զեկույցներ են ստանալու, որ խոսքի ազատություն չկա, որ ընդդիմությունը անընդհատ ռեպրեսիաների է ենթարկվում, որ ցանկացած մարդ, ով գործող իշխանության դեմ ուղակի խոսում է, հայտնվում է բանտում։ Եվ բոլորն են հասկացել, որ Նիկոլը այլևս սպառված է։ Դրա համար մենք պետք է ամեն կերպ աշխատենք, մեր հանրությանը չշփվենք եւ հիշեցնենք իրենց, թե ով է Նիկոլը։ Նիկոլը եկել էր պայքարելու կոռուպցիայի դեմ, խնդրում եմ դուրս եկեք փողոց, ժողովուրդ ջան, գնացեք Երևանի բակերով պտտվեք, Ավինյանն ծառած գործը նայեք։ Ցավոք սրտի դուք հանրությունը չի ուսումնասիրում այդ նախահաշիվները, պայմանագրերը, բայց մենք դա անում ենք, մենք առաջնային մանդատ ենք կրում, մենք ձեզ մատուցում ենք այդ ինֆորմացիան։ Այս մարդիկ փող ուտող են։ Այո, իրենք աշխատանք են անում, բայց եթե այս բաժակը սարի, չգիտեմ, առնելու համար պետք է 1000 դրամ, իրենք այս բաժակը առնում են 5000 դրամով։ Ու տարին մեկ էլ փոխում են։ Որովհետև այս մարդիկ ոչ թե դեմ էին կոռուպցիային, այլ դեմ էին նրան, որ իրենք կոռուպցիայի մեջ իրենց փայ չունեն։ Իսկ հիմա այդ իրանց դեմքի ավիտամինոզը, որ անցել է, հիմա սկսել են արդեն ծառայողական մեքենաներով ամեն օր տեղական համով միս ուտել, գցե բռնել են, որ չէ, կոռուպցիան այդքան է վատ բան չի, կարևոր իրանց տները տակա, մնացածն է ինչ լինում է, պետությանն է լինում, իրենց չի լինում։ Եվ այս ամեն խախտումները, կոռուպցիան, հանցագործությունները, հայրենիքի դավաճանությունը, այս ամենը, որ իրենք արդեն արել են, իրենք հասկանում են, որ իրենց փրկության միակ տարբերակը այն է, որ կամ Հայաստան առհասարակ գոյություն չունենա, որ որովե մեկը չլինի, որ կարողանա իրենց կանչի պատասխանատվության։ Կամ էլ լինի այնպիսի Հայաստան, որը կլինի ամբողջապես Թուրքիայի տիրույթում, որի արդյունքում այս մարդիկ կունենա անձեռմխելություն։ Թուրքիան գիտեն ինչ են անում դավաճանների հետ։ Այդպես է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։